Կրթական հաստատությունների, քաղաքական պրոցեսներում ներգրավվածության և ոլորտի խնդիրների մասին խոսելու եմ կրթության փորձագետ, Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Երբ աշակերտներին դասաժամերի ընթացքում տանում են քաղաքական միջոցառումների, սա կրթական, իրավական, թե էթիկական խնդիր է առաջին հերթին և որտեղ է անցնում սահմանը քաղաքացիական մասնակցության և դպրոցների քաղաքականացման միջև։ Ես այստեղ հանդես կարող եմ գալ նաև որպես ընտրական իրավունքի մասնագետ, որովհետև 15 տարուց ավելի մագիստրանտներին ընտրական իրավունք եմ դասավանդում մագիստրատուրայում և միանշանակ պետք է ասել, որ դա ընտրական իրավունքի խախտում է, հատկապես քարոզարշավի ժամանակ դպրոցականներին, ընդհանրապես կրթական հաստատություններին ներգրավել քաղաքական քարոզչության մեջ։ Եվ մյուս կողմից սա նաև վարչական ռեսուրսի օգտագործում է, որովհետև դպրոցները պետական են, մի քանիսը կան նաև համայնքային ենթակայության դպրոցներ, որոնք անպայման պետք է իրենց գործառույթը իրականացնեն, դա նշանակում է ապահովել երեխաների կրթության իրավունքը և նրանց ներգրավել ինչ-որ մի ձևի քաղաքական գործընթացների մեջ, մասնավորապես քաղաքական քարոզչության մեջ, երկուստեք, այսինքն և կազմակերպիչների և դպրոցի ղեկավարության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի։ Եթե աշակերտը կամ ուսուցիչը չի ցանկանում մասնակցել այդ պրոցեսին, իրականում ընտրություն ունի։ Հայաստանի պարագայում, ավելի ճիշտ ոչ թե Հայաստանի, այլ ներկա իշխանությունների պարագայում պարզվում է, որ ոչ, որովհետև այն ուսուցիչները, որոնք չեն ուզում մասնակցել իրենց բառերով եմ ասում վերևից եկած հրահանգներին, նրանք հայտնվում են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Նույնիսկ ավելին ասեմ, այն ուսուցիչները, որոնք օրինակ հանկարծ ընդդիմադիր որևէ ուժի կամ թեկնածուի օգտին հավանեն ինչ-որ մի բան, օրինակ սոցիալական ցանցերում, նրանք հայտնվում են միանգամից իրենց ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Նրանց հետ, այսպես ճակերտներում ասենք, զրույցներ են ունենում, և այդպիսի ահազանգները շատ են։ Այդ զրույցների հետևանքով կարող են վախեցնել նաև նորից իրենց բառերն եմ ուզում ասել, մտնել իրենց ընտանիք։ Դա նշանակում է, որ երեխաներին ինչ-որ մի ձևով կկարողանան նրանց վրա ազդել, եթե կին է ամուսնու վրա աշխատանք կորցնելու առումով և այլն։ Այսինքն Հայաստանը հիմա 2026 թվականն է, չէ՞, պապս պատմում էր, որ իր հայրը իրեն պատմում էր, թե ինչպես էր Հայաստանում իրավիճակը 30-ական թվականներին, մասնավորապես 1937 թվականին։ Շատ նման իրավիճակ է, ասեմ։ Ընդ որում 1937 թվականին Հայաստանում ազգային իշխանություններ չէին։ Պարզվում է, որ զուգահեռներ տանելով, որ Հայաստանում 2026 թվականի, քանի դեռ հունիսը չի եկել, եկեք ասենք մայիսին դեռևս էլի ազգային իշխանություններ չեն, այս ռեպրեսիաները հենց դրա մասին է վկայում։ Ինչ ռիսկեր է ստեղծում այն վիճակը, երբ դպրոցը սկսում է ընկալվել ոչ թե կրթական, այլ քաղաքական միջավայր։ Գիտեք, բոլոր քաղաքական ուժերի մոտ որոշակի գայթակղություն կա անընդհատ կրթական հաստատությունները օգտագործել ընտրությունների ժամանակ, որովհետև նայեք, գյուղական բնակավայրերում հատկապես բոլոր դպրոցները ծառայում են որպես ընտրական տեղամասեր։ Դպրոցների աշխատողները, դա նշանակում է տնօրեն, ուսուցիչներ, նրանք հիմնականում ծառայում են էլի ընտրությունների ժամանակ որպես ընտրական հանձնաժողովների անդամներ, որովհետև գյուղական բնակավայրերում քիչ թե շատ գրագիտության մակարդակ ունեցող, ընտրություններին որոշակի առումով մասնակից մարդիկ հենց ուսուցիչներն են։ Հիմա ինչպես անցնել այդ ջրբաժանը, ինչպես տանել, որպեսզի հանկարծ կրթական գործընթացը չխառնվի քաղաքական գործընթացներին, որովհետև դա էական ազդեցություն է ունենում ընդհանրապես կրթական միջավայրի և կրթության որակի վրա վերջին հաշվով։ Ուրեմն այս գայթակղությունից որևէ մեկը ձեռնպատ չի մնացել։ Միայն խոսքեր ենք մենք լսել։ Հիշեք օրինակ Փաշինյանի 2018 թվականին, երբ որ նա ուրեմն կազմակերպում էր փողոցային ակցիաներ եւ այլն, նրա խոսույթում կար հետեւյալ միտքը, որ պետք է օրինակ բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ նրանց ղեկավար կազմում, այսինքն որոշումներ կայացնող հոգաբարձուների խորհուրդները լինեն ապա քաղաքական։
Եվ այդ ժամանակ հիշեցնեմ, մի քանի բուհեր կար, որտեղ հոգաբարձությունների խորհրդի նախագահները իշխող կուսակցության անդամներ էին։ Ուրեմն իշխանությունը փոխվեց Հայաստանում եւ պարզվեց, որ հիմա արդեն խոշորացույցով էլ մանգաս Հայաստանում որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն չես գտնի, որի հոգաբարձությունների խորհրդի նախագահան կամ խորհրդում չլինեն քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ։ Սկսած Հայաստանի Հանրապետության նախագահ, պաշտպանության նախարար, մի քանի նախարարներ տարբեր բուհերի հոգաբարձությունների խորհրդի նախագահներ են եւ այլն։ Այսինքն ասվեց եւ դրա 180 աստիճան հակառակը արվեց։ Նույնը վերաբերում է դպրոցներին, քանի որ դպրոցների քանակը շատ է 1400 շուրջ Հայաստանում։ Յուրաքանչյուրի պահով մի քիչ դժվար է արդեն տեղեկատվություն հավաքել, բայց պարզ է, նրանք էլ գտնվում են, եթե մարզերում են, մարզպետների ուղղակի ենթակայության տակ եւ ենթարկվում են ըստ էության եւ մարզպետներն էլ գործող իշխանությանը թվեր են ներկայացնում թե որ դպրոցում ինչքան ձայներ կան, այդ դպրոցի տնօրենը իրեն ինչպես է պահում եւ այդ հիերարխիան իջնում է մարզպետից դպրոցի տնօրեն, պարզ է դպրոցի տնօրենն էլ իրեն արդարացնելու, իր պաշտոնը արդարացնելու համար պետք է որոշակի ձևով ազդի ուսուցիչների վրա, որը եւ մենք տեսնում ենք ամեն օր եւ առանց ցավոք սրտի առանց իրավական հետևանքների առայժմ։ Պարոն Մխիթարյան, միջազգային փորձը ինչ է ասում ժողովրդավարական երկրներում ինչպես են պաշտպանում դպրոցները քաղաքական ազդեցությունից։ Գիտեք, նույնիսկ Հայաստանում, եթե մենք նայում ենք օրենքների մակարդակում, նման բան չի կարող լինել։ Նույնիսկ ընտրական օրենսգրքում գրված է, որ օրինակ դպրոցների շենքերը միայն կարելի է օգտագործել երեկոյան ժամը 6-ից հետո ընտրական քարոզչության, հանդիպումների, ընտրողների հետ հանդիպումների համար եւ այլն։ Մինչեւ 18:00-ն անձեռնմխելի պիտի լինեն դպրոցների շենքերը, որովհետեւ երեխաները գնում են դասի, դասերից հետո նրանք կարող են արտադասարանական խմբակներ ունենալ, ֆակուլտատիվ պարապմունքներ ունենալ եւ այլն եւ այլն, եւ չի կարելի։ Ընդ որում դա կարելի է օգտագործել միայն այն պարագայում, երբ այդ բնակավայրում ուրիշ հարմար դահլիճ օրինակ չկա։ Տեսեք, այսինքն Հայաստանի օրենքներն էլ այնպես չի, որ գրված է թղթի վրա, դրանք շատ տարբերվում են օրինակ առաջադեմ երկրների, մասնավորապես արևմտյան եվրոպական երկրների օրենսդրությունից, բայց կիրառման առումով ըստ էության ոչ ոք դա արդեն հաշվի չի առնում, առավել եւս այս իշխանության օրոք։ Իսկ անչափահասների քաղաքական գործընթացներում ներգրավումը ինչ ազդեցություն կարող է ունենալ նրանց քաղաքացիական մտածողության ձևավորման վրա։ Այո, դա շատ կարևոր հարց է։ Իհարկե պետք է մեր երեխաները դեռևս դպրոցական տարիքից ունենան իրենց քաղաքացիական մասնակցության հնարավորությունները, եւ դա պետք է խրախուսեն նրանց ուսուցիչները։ Բայց քաղաքացիական մասնակցությունը, ընդհանրապես քաղաքացիական կրթությունը գալիս է ազգային կրթության հետ միաժամանակ։ Այն ժամանակ, երբ որ դպրոցի դասագրքերը փոխվում են, հայոց պատմության որոշակի դրվագներ ընդհանրապես դուրս են գալիս, եկեղեցու պատմությունը դպրոցից դուրս է գալիս, եւ իրադարձությունների նկարագրությունը հատկապես պատմության դասագրքերում այնպես է մատուցվում երեխաներին, որոնք ըստ էության ուղղորդվում են այդ դասագրքերով։ Այստեղ խոսել քաղաքացիական կրթության, քաղաքացիական գիտակցության բարձրացման մասին արդեն ավելորդ է, որովհետև սա քաղաքական ճնշման հետևանք է դառնում։ Իսկ այդ քաղաքական ճնշման գործիքը գործող իշխանության ձեռքում է։ Այս ամբողջ process-ի մեջ աչքի են ընկնում տնօրեններն իրենց պահվածքով մի միջադեպ էլ տեղի էր ունեցել իմ գործընկերոջ հետ, տնօրենը սկսել էր վիճել ու չերել թույլ տվել խոսել բուն խնդրի մասին, ԵՊՀ ռեկտորն էլ գրառում էր արել, հետո հեռացրել էր։ Կրթական հաստատությունների ղեկավարների նման պահվածքը ինչպես կմեկնաբանեք եւ սա ցուցիչ է կրթական համակարգի վիճակի մասին ու ինչ պիտի սովորի աշակերտը կամ ուսանողը այսպիսի վարք դրսևորող ղեկավարից։ Իսկապես, ուրեմն սա նախ եւ առաջ ամոթ է եւ հասարակությունը պետք է դատապարտի նման պահվածքը, սա առաջինը։ Երկրորդը դա անընդհատ կրկնվում է, որովհետեւ ձեր ասածների ես կարող եմ տասնյակ ուրիշ դեպքեր ավելացնել, որովհետեւ բոլորս տեսանք եւ ապարանում տեղի ունեցած իրադարձությունները եւ
ուրեմն Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ տեղի ունեցածները, երբ որ ստիպողաբար երեխաներին դասերը կրճատելով, այսինքն նրանց դասերի հնարավորություն չտալով, կրթության հնարավորություն չտալով, բերում են, որպեսզի շատ մարդիկ Երևան քարոզարշավի ընթացքում։ Սա կարող է անընդհատ կրկնվել, դեռևս 2 շաբաթ կա ընտրություններին, անընդհատ կրկնվել, որովհետև այդ իրադարձություններից որևէ մեկը որևէ ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական գնահատականի չի արժանացել։ Այ եթե առաջինի, ինչպես իմ ուսուցիչներից մեկն էր ասում, գլխին մի հատ բամփեին ճակերտավոր, այսինքն պատժեին առաջին արածին, երկրորդը կտեսներ եւ չէր կրկնի։ Հասկանում եք, իսկ ամենաթողտվության իրավիճակում, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, ամեն ինչ էլ կարող է լինել։ Ես կես կատակ կես լուրջ նաև ասում եմ, որ այդ դպրոցի տնօրենին, որը Երևանում է եւ եթե չեմ սխալվում իշխող կուսակցության քաղաքական ցուցակում է, այդ նախընտրական ցուցակում է, նրան այդ գործողությունները անելիս, երբ որ նա ստիպել է երեխաներին հագնել կուսակցություններից մեկի, ես նրան անվանում եմ քաղաքական ուրեմն աղանդ, որովհետև փոքրամասնության տեսակետներն են ներկայացնում։ Այդ քաղաքական աղանդին պատկանող շապիկները դպրոցական միջոցառման ժամանակ մի բան էլ վաճառել է այդ շապիկները երեխաներին, որովհետև երեխաները եւ ծնողները մեծ բողոքներ անընդհատ ուղարկում են։ Ուրեմն այդ տնօրենին, քանի դեռ իշխող կուսակցությունը իշխանությունը չի կորցրել, որը շուտով լինելու է, այդ տնօրենին պետք է շուտապույտ նշանակել նախարար, որպեսզի նա իր լավ փորձը, որ ձեռք է բերել այդ դպրոցի շրջանակներում, լավ փորձը կիրառի ամբողջ Հայաստանում։ Ես խորհուրդ կտամ, այո, գործող վարչապետին կամ վարչապետի աթոռը զբաղեցնողին անմիջապես փոփոխություն կատարել եւ նրան նշանակել նախարար։ Իսկ եթե լուրջ, նա պիտի հիմա գտնվեր, ինչպես ասում են, որտեղ քրեակատարողական հիմնարկում, որովհետեւ նա խեղում է եւ նրա նմանները իհարկե մենք կոնկրետ մարդու երևույթի մասին ենք խոսում, նրա նմանները պիտի պատժվեն եւ մեր հասարակությունը պիտի հասկանա, որ կրթությունը քաղաքականությունից, ինչպես շատերը ասում են, եկեղեցին մնացած բաները, շատ հեռու պիտի լինի եւ դա, երբ որ քաղաքականությունը մտնում է կրթության ոլորտ, դա նշանակում է գերաքննադատություն։ Այսինքն դու որոշակի գաղափարախոսության կրողն ես եւ ուզում ես դա տիրապետող դառնա կրթության բնագավառում։ Իսկ այդպես կարող է ամեն տարի փոխվել։ Որ երկրում է այդպես։ Այն երկրներում են գաղափարախոսությունը ազդում կրթության վրա, որոնց անվանում են բռնատիրական։ Սա Հայաստանում նոր երևույթ է, թե պարզապես հիմա է ավելի տեսանելի դարձել։ Հիմա տեսանելի է դարձել, ես քիչ առաջ ասացի, որ Հայաստանում տարբեր իշխանություններ այդ գայթակղությունից չեն հրաժարվել եւ անընդհատ կրթական համակարգը օգտագործել են, որովհետեւ ուզենք թե չուզենք ավելի գրագետ կրթված մարդիկ հենց կրթության մեջ են, դա հանրակրթությունն է, բարձրագույն կրթությունն է, բայց մյուս կողմից էլ պետք է գիտակցության այն մակարդակին մենք հասնենք, որպեսզի թույլ չտանք։ Այդ ամբողջը պետք է լինի կամավոր, հասկանում եք։ Երբեմն ես նաև հոգուտ իրենց այդպես իրենց պահողներին պետք է ասեմ, որ շատ ժամանակ նման պահվածքը հակառակ ռեակցիան է առաջացնում մարդկանց մոտ։ Երբ որ նրանք ասում են ուսուցիչներ, դուք պետք է դասերը պարապեք, օրինակ պատմության դասերը այս դասագրքերով, շատ ուսուցիչների համար դա խորթ է եւ նրանք դարակի տակից հանում են իրենց պատմության դասագիրքը, սրանից, չգիտեմ, 5-10 տարի առաջվա պատմության դասագիրքը եւ այդ պատմության դասագրքով են երեխաներին մատուցում հայոց պատմությունը, ընդդիմանալով ներկա վարվող քաղաքականությանը։ Նույն բանը տեղի է ունենում հիմա։ Շատ ուսուցիչներ ուղղակի զզվել են այդ անընդհատ ահաբեկումներից, անընդհատ ճնշումներից, ուղղակի ձայն չեն անում մարդիկ։ Բայց այդ մարդիկ միևնույն է անելու են իրենց ընտրությունը, վստահ իմանալով, որ քվյախցիկում ոչ ոք նրանց չի հետևում, ոչ ոք չի կարող նրանց ստիպել եւ նրանք անելու են իրենց ճիշտ ընտրությունը, շուտ ազատագրելով Հայաստանը ապա հայկական, ապա հակա ազգային իշխանություններից։ Պարոն Մխիթարյան, անդրադառնանք ոլորտի մեկ այլ խնդրի, դպրոցներից դուրս է եկել գնահատման համակարգ, այսինքն աշակերտը այլևս չի ստանում գնահատական։ Սա ինչ ազդեցություն է ունենալու կրթության որակի եւ սովորելու մոտիվացիայի վրա։
Այո, շատ հետազոտողներ գտնում են, որ դա իսկապես վատ ազդեցություն է ունենում։ Գիտեք, դրանք ցածր դասարանի երեխաների մոտ ընդհանրապես գնահատման համակարգը չկա, բայց ուսուցիչներն էլ չեն հասկանում, թե ինչպես դա անեն, հասկանում եք, որովհետև իրենց համար դա խորթ է առանց գնահատականի փորձել գնահատել։ Հիմա դրա գնահատականի փոխարեն նկարագրական ինչ-որ բաներ պիտի անեն, բայց միևնույն է, ուսուցիչների մտքում էլի այդ գնահատականներն են։ Նրանք անընդհատ մտածում են օրինակ 4 իրենց մտածողությամբ, եւ այդ 4-ը ինչպես բառերով գրել։ Ինչպես հայտնի անեկդոտում են ասում, ամեն ինչ նույնն է մնացել, միայն թղթաբանությունն է հիմա շատացել։ Շատ ուսուցիչներ հենց այդ մասին էլ ասում են։ Նրանց ժամանակի հիմնական մասը ձևական բաների վրա են ծախսում։ Ինչպես օրինակ երբ որ դպրոցի շենքը վերանորոգում են, մարդիկ կամ նոր կառուցված շենքերում գնում են ցնցողներն են ստուգում, չէ՞, այսինքն ձևի մասին են անընդհատ մտածում։ Տեսնում են արդյոք դպրոցի ճանապարհը ասֆալտապատ է, թե չէ, բայց ոչ ոք ցավոք սրտի ներկա իշխանությունների պարագայում իհարկե ասում եմ, ոչ ոք չի մտածում բովանդակության մասին։ Նույնը ձեր ասած հարցի դեպքում է, այսինքն բովանդակությունն է այստեղ կարևոր, ձևականություն է, գնահատականները այսպես կդնեն, թե այնպես կդնեն, դա բովանդակության հետ էական կապ չունի։ Առավել եւս, որ կրթության մեջ սովորաբար մրցակցությունն է, որ բերում է զարգացման։ Իսկ գնահատականների բացակայությունը բնավ դրան չի նպաստում։ Ուրիշ բան ասեմ, հիմա երեխան, որը ընդհանրապես չի սովորում օրինակ 1 տարի, հնարավոր չի այդ երեխային կրկնել տալ այդ տարվա կուրսը։ Այդ երեխան իր հասակակիցների հետ տեղափոխվում է հաջորդ դասարան, տեղափոխվում է հաջորդ դասարան։ Առանց միևնույն է, գնահատական էլ չկա։ Եվ սա եղավ կրթություն։ Արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Արդյունքում տեղի ունեցավ այն, որ վերջին 7-8-10 տարվա ընթացքում Հայաստանի կրթական համակարգի նորից ճակերտավոր, ասենք, այդպիսի բարեփոխումների արդյունքում Հայաստանը տարածաշրջանում կրթության մակարդակով զբաղեցնում է ուշադրություն վերջին տեղը։ Այս է արդյունքը։ Այսօր ունենք հստակ պատկերացում, թե ինչպիսի շրջանավարտ է ցանկանում ձևավորել պետությունը։ Պետությունը այդ ամբողջը պետք է իհարկե թղթի վրա գրված լինի, օրենքների տեսքով, ենթաօրենսդրական ակտերի տեսքով, բայց քանի որ խառնի ճաղանճ իրավիճակ է, կարելի է ասել քաոսային իրավիճակ է տիրում կրթության ոլորտում, շատ դժվար է ասել, թե ինչպիսի քաղաքացի ենք մենք ուզում ունենալ դպրոցի արդյունքում, դպրոցի ավարտելու արդյունքում։ Շատ դժվար է ասել, բայց դա պետք է բխի իհարկե ազգային գաղափարախոսությունից, որը ըստ էության հիմա չկա։ Եթե մենք երեխաներին դպրոցում ներարկում ենք այնպիսի գաղափարներ, որ, չգիտեմ, վաղը մյուս օրը դու կարող ես մեր թշնամիների հետ օրինակ նույն դասարանում սովորել, հետո կարող են Հայաստանը զարգացման մեծ տեմպեր չի կարող ունենալ, որովհետև ավելի շատ մենք ուզում ենք Հայաստանը տեսնել, մենք չէ էլի, գործող իշխանությունները ավելի շատ տեսնում են որպես ծառայություններ մատուցող երկիր, որը ծառայություններ է մատուցում հարևան երկրներին, նրանց տրանսպորտային ուղիներ տրամադրելու, հյուրանոցներ, սրճարաններ պատրաստելու, այդ կրթության բովանդակությունն էլ ամեն ինչ կազմաքանդելու պարագայում մենք կունենանք ցածր կրթական ցենզ ունեցող շրջանավարտներ, որոնք կարող են լավ ծառայողներ դառնալ, օրինակ մատուցողներ, հյուրանոցի աշխատողներ, արդյոք սա հարիր է հային, հասկանում եք, հայերը, որոնք խորհրդային ողջ տարիներ այդ 70 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի եւ կրթության մակարդակն են ունեցել եւ ամենաշատ գիտնականներն են տվել եւ բարձրագույն կրթություն ունեցողների տոկոսով ամենաբարձր թիվը Հայաստանում է եղել եւ դա է պատճառը, որ մենք այդ կրթական ուրեմն համակարգի արդյունքում ունեցանք 1988 թիվը, որտեղ ազգային զարթոնքի մենք տարի ունեցանք, տարիներ կարելի ասել ունեցանք, անկախության ծնունդ ունեցանք եւ դրանից ընդամենը 30 տարի հետո մենք ունեցանք այնպիսի սերունդ, որը կրթական մակարդակով զիջում է, նորից եմ ասում, բոլոր հարևան երկրներին, անուններ չտամ, եւ ունեցանք եւս մի աղետ, որը դեռևս շարունակվում է։ Այդ ինչի համար է շատ պետք կրթությունը, որովհետեւ կրթությունը ըստ էության ամեն ինչի առանցքում է։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն։
Հիշեցնեմ, ես զրուցում էի կրթության փորձագետ Հայաքվե ազգային քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։